Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, Աստված բոլորից շատ օրհնի։ Եկեք Տիրոջ սիրո ներկայության մեջ զբաղեցնենք մեր տեղերը։ Փառք Տիրոջը, որ այստեղ է, սիրելիս։ Ոնց միշտ ասել եմ, էլի կասեմ, պատահական չի, որ եկել ես, որովհետև երբ որ մարդ գալիս է Տիրոջ տուն, դա նրա սերն է։ Դա նշանակում է Հայրն է քեզ հրավիրել։ Հայրն է քեզ հրավիրել իր տուն, որպեսզի ինքը քո հետ գործ ունի։ Ամեն օր, ամեն անգամ։ Եվ ավելի շատ ինքը քո հետ գործ ունի ծառայության օրերի, երբ որ գալիս ես եկեղեցի։ Այստեղ տոնական սեղան է, չէ՞, մենք հաց ենք դնում տունը, ուտում ենք, կա ամենօրյա ուտելիք, չէ՞, որ մենք ուտում ենք, սնվում ենք, բայց կա տոնական։ Եվ մենք ունենք ամեն շաբաթ, ամեն կամ կիրակի, երբ որ ծառայություն ունենք, սա տոնական սեղան է Աստված հաստատալի, որպեսզի մենք տոնենք։ Եվ դրա համար շատ կարևոր է, դեք ամենակարևոր բանը, որ մենք գալիս ենք եկեղեցի, ամենակարևոր բանը, որպեսզի մենք ունենանք բաց ականջ։ Ֆիզիկական հացը ուտում են բերանով, որպեսզի գոյություն ունենանք, գոյատևենք, առողջ լինենք, ապրենք, չէ՞, ինչքան որ մեզ Աստված կյանք է տվել։ Բայց հավիտենական կյանքի համար, որպեսզի հավիտենական կյանք ունենք, եւ դա ավելի առաջին տեղն է գրում, ավելի կարևոր է մեր համար հավիտենական կյանքը, դա մենք ստանում ենք Աստծո խոսքից, որտեղ Աստծո խոսքը կյանք է տալիս։ Հիսուս ասեց, ոչ միայն այս հացով կապրի մարդ, այլ ամեն Աստծո վերանից դուրս եկած խոսքով, որովհետև Աստծո խոսքը կյանք է, եւ Աստծո խոսքը ընդունելու համար մեզ պետք է ոչ թե բերան, մեզ պետք է ականջ, որպեսզի ականջներով գա, եւ այս ականջները շատ կարևոր է, այս ականջներից գալիս է կյանքի հացը եւ գալիս է մեր հոգու մեջ, որտեվ երբ որ մենք ունենք հոգի, Աստծո հոգուց եկած խոսք, մենք ունենք ջուր մեր մեջ, չէ՞, մենք այսօր կարծեմ երգեցինք, չէ՞, ջուրը գինի դարձեցի, գիտես սիրելիս, այդ ջուրը պետքա լինի, որ գինի դարձնի Հիսուսը։ Եթե հայտնություն առար, փառք Հիսուսին։ Ջուրը պետքա լինի, որ գինի դարձնի։ Ամեն, փառք Հիսուսին։ Մնացածը թող Աստված ձեզ հայտնի։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ես կուզենամ, որպեսզի մենք այսօր մի քիչ նախապատրաստվենք հաջորդ ծառայությանը, դրա համար մենք հաջորդ ծառայությանը ունենք հյուր, Հայաստանից ունենք հյուր, Հովիվ Վահե Սիմոնյանը կգա մեզ կծառայի, Զատիկի տոնն է լինելու, բայց կուզենամ այսօր մի քիչ նախապատրաստվենք, քարոզով, խոսքով նախապատրաստվենք, թե ինչ է Զատիկը։ Ես այսօր չեմ խոսա հարությունից, ես կթողնեմ, որպեսզի Հովիվ Վահե Սիմոնյանը ինքը քարոզի, ինքը խոսա արդեն հարությունից, արդեն տոն նշենք, որ Հիսուսը հարություն առավ, բայց ես այսօր կուզենամ խոսամ Զատիկի մասին, թե ինչ է Զատիկը։ Գիտեք, մարդկության, սենց ես կանվանեմ այս քարոզը այսօրվան, մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունը։ Ես չգիտեմ ավելի կարևոր իրադարձություն, ճիշտն ասած, բայց սա իմ համար Զատիկը, սա իրականում մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունն է, որ կատարել։ Ու գիտեք, սա շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ ընկալենք ու ճիշտ ընդունենք այն ինչ որ կատարվել է արդեն։ Դա Զատիկն է։ Ու ես այսօր կուզենամ Զատիկից խոսամ, թե ինչ է Զատիկը։ Ես այսօր կուզենամ խոսամ, որպեսզի մենք հասկանանք, որ Զատիկը ինչ չի, Զատիկը ավանդույթ չի։ Միգուցե այսօր շատ-շատերի դուրը չգա իմ քարոզը, շատ-շատերը համաձայն չլինեք, բայց թող Աստված փոխի մեր միտքը, թող միայն ճշմարտությունը հաղթի, միայն ճշմարտությունը, որովհետև ամեն մարդ կարա լինի սխալ, ես էլ կարամ լինեմ սխալ, բայց Աստծո խոսքը, Աստված իր խոսքը շատ բարձր դրեց, դրա համար լավ կլինի, որպեսզի մենք հավատանք Աստծո խոսքին։ Գիտես, սիրելիս, Զատիկը դա ավանդույթ չի, դա մշակույթ չի եւ դա կրոնական սովորություն չի Զատիկը։ Զատիկը Հիսուս Քրիստոսի հաղթանակն է մեղքի, մահվան, սատանայի վրա։ Կարող ես ընդունել։ Ինչ է Զատիկը։ Զատիկը, ելի եմ կրկնում, Հիսուս Քրիստոսի հաղթանակն է մեղքի, մահվան, անեծքի, սատանայի բոլոր գործերի վրա։ Սա է Զատիկը։ Եվ գիտես, այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք սա հասկանանք եւ ընդունենք մեր սրտերի մեջ Զատիկի ճշմարտությունը եւ ճիշտ ընդունենք Զատիկը։ Եվ ես այսօր կքարոզեմ այն մասին, թե Զատիկից առաջ Հիսուսը ոնց էր նախապատրաստում իր աշակերտներին, նաեւ մեզ,
Եվ ես այսօր էլի կխոսամ ավանդույթներից, թե ոնց է, ասենք այսօր սատանան շեղած մարդկանց մոլորացնում, թե ինչ է զատիկը, որպեսզի մարդիկ չհասկանան։ Այսօր այդ բաների մասին կխոսենք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մենք պատրաստ ենք ճիշտ ընդունել այդ զորությունը, թե ոչ։ Ասա, ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ ճիշտ ընդունել այն իրադարձությունը, այն ամենակարևոր իրադարձությունը, որ մարդկության պատմության մեջ տեղի ունեցավ, կատարվեցավ, դա զատիկն է։ Հիսուսի գործը զատիկից առաջ։ Մի քանի տեղ կկարդանք, տեսեք, թե Հիսուսը ոնց է նախապատրաստում իր աշակերտներին։ Զատիկից առաջ Հիսուսը խաչ չգնաց դեռ, միշտ չնախապատրաստեց։ Եվ ես զատիկից առաջ այդ գլուխը վերցրեցի, մի քիչ սերտեցի ու մի քանի տեղ գտա, որտեղ ինքը նախապատրաստում ու դա շատ կարևոր է։ Ես այսօր կկարդամ մի քանի տեղ։ Հովհաննես 13-րդ գլուխ 5-ից 7-րդ խոսքերը եկեք կարդանք։ Սա այն դեպքն է, այն ժամանակը, երբ որ Հիսուսը տեղ պատրաստեց, որտեղ պետքա գնան վերջին ընթրիքը անեն։ Վերջին ընթրիքը։ Եվ Հիսուսը ինչ է անում։ Հետո ջուր ածեց կոնքը եւ սկսեց աշակերտների ոտքերը լվանալ։ Եվ այդ ղենջակովը սրբել, որ մեջքին կապված էր։ Մի հատ սրբիչ էր կապել ինքը իր մեջքին, ինքը իրան ծառայի նման էր պահում։ Սրբիչ էր կապել, ջուր լցրեց եւ սկսեց հերթով աշակերտների ոտքերը լվանալ։ Եվ սրբել, այդ սրբիչով, որ իր վրա էր, սկսեց սրբել։ Եվ Սիմոն Պետրոսը մոտ եկավ եւ նա նրան ասեց. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանալու»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»։ Գիտեք, մենք կարող ենք տեսնել այստեղ հասարակ ոտք լվալ։ Այն ժամանակները, Հիսուսի ժամանակները, սա եղել է սովորություն, այսինքն սովորություն ո՞րն է, եղել է կուլտուրա, որովհետև մարդիկ ման են եկել բաց ոտքերով, սանդալներով են ման եկել, եւ ոտերը փոշոտ է եղել, կեղտոտ է եղել, դա կուլտուրա է եղել, երբ որ մեկի տուն գնացել են, ոտքը լվացել են, որպեսզի մաքուր լինի ոտքերը, բայց դա արել են ծառաները։ Իսկ թե Հիսուսն է այս ամեն ինչը անում, ցույց տալով ինչ խոնարհություն։ Բայց խի հենց զատիկից առաջ, հենց անմիջապես զատիկից առաջ է ինքը սա անում։ Այստեղ պետք է ուսուցում վերցնենք, այստեղ պետք է հասկանանք խի է ինքը զատիկից առաջ անում, որպեսզի խոնարհություն ցույց տա եւ սովորեցնի խոնարհություն, որովհետեւ վերջում Հիսուսը ինչ ասեց։ Ասեց, այ ոնց որ դուք տեսակ ես եմ անում, դուք էլ տենց արեք։ Ես հավատում եմ, որ աշակերտների սրտերը լավ խոնարհացավ այդտեղ։ Լավ խոնարհ, որովհետեւ իրանց վարդապետը, իրանց Տերը, դեռ ես հավատում եմ, իրանք չունեին այդ ամբողջովին հայտնությունը, մինչև Սուրբ Հոգին չեկավ։ Բայց իրանց սիրելի վարդապետը Հիսուսը արեց այդ բանը։ Ու իրանք տեսան, թե ինչ է խոնարհություն, ինչի համար, սիրելիս, որովհետև իսկական ճշմարիտ զատիկը ընդունելու համար դու պետքա խոնարհ լինես։ Սա գաղտնիք է։ Առանց խոնարհության մենք չենք հասկանա։ Սա այնքան կարևոր բան է, սիրելիս, այսօր կխնդրեմ, որպեսզի ուշադիր լինես։ Եթե մարդը զատիկի ճշմարիտ իմաստը չհասկացավ, նա չի կարա փրկված լինի։ Ես համարձակությամբ եմ ասում, եթե մարդ զատիկի իմաստը ճշմարիտ չընդունի, նա չի կարա փրկված լինի, որտեղ փրկությունը զատիկի մեջ է, զատիկի ճշմարիտ իմաստության մեջ է, երբ որ Հիսուսը կատարեց ամեն ինչ եւ ասեց կատարվեցավ, այդ կատարվեցավ բառի մեջ մտած այն ինչ որ ինքը արեց, դա քեզ է վերաբերվում։ Եվ մենք պետք է դա կարողանանք ճիշտ ընդունել, բայց մարդը, գիտեք Աստծո խոսքը մենակ ոնց է կարող ընդունի ու վել լուծի իր մեջ, որպեսզի Աստծո խոսքը իր մեջ մարմին դառնա եւ լուծվի հավատքով եւ կյանք դառնա, միայն խոնարհությամբ, առանց խոնարհությամբ հնարավոր չի։ Հիսուսը դա շատ լավ գիտեր եւ ամենակարևոր իրադարձությունից առաջ նա լվում աշակերտների ոտքերը խոնարհացնելով նրանց սրտերը, որպեսզի նրանք ճիշտ ընդունեն այդ եղածը ինչ որ եղավ։ Սրտի մաքրություն, նա մաքրում է։ Գիտես, խոնարհ մարդու սիրտը միշտ մաքուր է լինում ընդունելու Աստծո խոսքը։ Գրված է, սրտով ոչ մաքուրները Աստծուն չեն տեսնի։ Աստծո խոսքը չեն իմանա, չեն ճանաչի, ճշմարտությունը չի գա։ Երբ որ մարդը ինքը իր ավանդույթների, ինքը իր հասկացողությունների, իր պապայի, մամայի սովորացրածների վրա է կանգնում եւ ասում է, սա է ճիշտը, ինձ սենց են սովորացրել։ Մեր տունը միշտ սենց են զատիկ արել, օրինակ։
Ես սենց գիտեմ ճիշտ է։ Ինձ թազա բաներ մի սովորացրեք։ Գիտեք, սա կոպիտ սիրտ է։ Միգուցե քո ժպիտը այսպես կլինի, սիրունդը կպատասխանես, բայց դա կոպտություն է սրտի։ Եվ կոպիտ սիրտը երբեք չի կարող ընդունի այն ճշմարտությունը, որ Աստված տալիս է։ Եվ մեզի շատ կարևոր է այդ ճշմարտությունը ընդունենք, որտեղ ճշմարտության մեջ կա կյանք։ Առանց խոնարհության չեն կարող հասկանալ Աստծո խոսքը։ Դրա համար մի ուրիշ տեղ էլ գրված է, երբ որ գալիս ես եկեղեցի եւ լսում ես Աստծո խոսքը, սիրտդ մի կոպտացրու, խոնարհացրու։ Մի սկսի սենց գցել բռնել, ճիշտ ասում, սխալ ասում։ Հույսը դիր Աստծո վրա, հավատա։ Եթե կասկածում ես, գիրք դրա համար պետք է ունենաս։ Պետք է ունենաս Աստվածաշունչ։ Եվ ամեն խոսք, ամեն բառ պետք է հետևես Աստվածաշնչով։ Գրես Աստվածաշնչով։ Ես տան այնքան տետրներ ունեմ, էլ տեղ չունեմ տեղավորելու, որտեվ ամեն քարոզը, ամեն ծառայությունը, որտեղ ես նստած եմ եղել, ինչ որ մեկը քարոզել է, հովիվը քարոզել է, ես լսել եմ, բոլորը գրել եմ, ամեն ինչը գրել եմ, հետևել եմ։ Իմ Աստվածաշնչի մեջ ավելի շատ է գրված, քան թե Աստվածաշունչը։ Որտեվ սա գրառումներ եմ արի, ես ամեն ինչ հետև։ Գիտեք, սա ծարավ մարդու պատկեր է։ Եվ երբ որ դու ծարավ ես ճշմարտության, երանի հոգով աղքատներին, երանի ծարավներին, որտեղ նրանք կլցվեն Աստծո ջրով։ Եվ Աստծո խոսքը այդ ջուրն է, որ գալիս է։ Գիտես, սիրելիս, սկզբից դու պետքա ջրով լցնվես։ Պետքա այն ջուրը, որ Աստված տալիս է, մաքուր ջուր, դու պետքա լցվես դրանով։ Ոնց որ այն տարաները, հա, որ Հիսուսը գինին վերջացավ, ասես լցրեք այդ տարաները։ Ջրով լցրեք այդ տարաները։ Եվ գիտեք, այն նրանից հետո, երբ որ ջրով լցրեցին, դրանից հետո նոր Հիսուսը գինի դարձրեց։ Եվ գինին ինչ է։ Գինին ջուր չի, մենք չենք կարող գինին համեմատենք ջրի հետ։ Դու ջուր խմես, թե գինի նույն զգացմունքը կունենաս։ Ոչ։ Բայց երբ որ մարդը խմում է գինի, ինքը իր սիրտը ուրախանում է, ինքը ուրիշ զգացմունքներ ունի։ Սա չեմ ասում, որ գինի խմեք, սա սրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ տարբերության մասին։ Մեկ բան է դու կարդաս Աստծո խոսքը, եւ մեկ ուրիշ բան է, երբ որ Աստծո խոսքը քո մեջ կյանք է դառնում։ Քո մեջ կենթանանում է։ Քո մեջ նոր գինի է դառնում։ Եվ դու հասկանում ես Աստծո խոսքի ճշմարտությունը, որ քեզ է վերաբերում եւ քեզ կյանք է տալիս։ Մի լցվեք գինով, ես էլ ասեմ հանգարց չիմանաք գինի խմեք։ Այս Սուրբ Հոգով լցվեք։ Ամեն։ Փառքը թող լինի Հիսուսին։ Տեսեք, Տերը տալիս է ընթրիք։ Այստեղ շատ կարևոր է, պետք է շատ ուշադիր լինենք Տիրոջ խոսքի մեջ։ Ղուկաս 22-րդ գլուխ։ Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 19-ից 20-ը կկարդամ։ Եվ հացը առավ, գոհացավ, կտրեց եւ նրանց տվեց։ Եվ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Իմ հիշատակի համար։ Այսպես էլ ընթրիքից հետո բաժակը առավ եւ ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է։ Տեսեք, ստեղ 3 անգամ ես հաշվեցի իմ բառը, որ Հիսուսը կենտրոնանում է, զատիկը ասում է իմ, ումն է զատիկը, Հիսուսինն է, ես չեմ հորինել։ Այս է իմ մարմինը, նորից եմ կարդում, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Սա ուշադիր հիշեք, որ զատիկը Հիսուսը 3 անգամ անվանեց իմ։ Որտեղ Հիսուսը 2-3 անգամ մի բան ասում, դա շատ կարևոր է։ Որ ճշմարիտ եմ ասում, Հիսուսը ասում է իմ զատիկն է։ Ես եմ զատիկը ձեր։ Գիտես, սիրելի, ճշմարտությունը պետք է հասկանանք։ Սիրտներդ խաղաղ պահեք, խնդրում եմ։ Մի քիչ հիմա գնալու ենք մի քիչ կոպիտ տեղեր։ Կարող է հեթանոսություններ հիմա սկսվի քանդվել, բայց սիրտներդ խաղաղ պահեք, որտեղ Աստված ձեզ սիրում է եւ ուզում է, որ դուք ճշմարտություն իմանաք։ Գիտես, սիրելի, զատիկը Հիսուսի զոհի մասին է։ Զատիկի իմաստը Հիսուսի զոհի մասին է, ոչ թե ձևականության մասին է։ Ձևականության մեջ շատ բաներ կան, որ մարդիկ անում են, բայց օգուտ չկա դրա մեջ։ Բայց երբ որ զատիկի ճշմարիտ իմաստն ես դու հասկանում, դու դրանից կյանք ես առնում եւ ապրում ես։ Գեֆսեմանում ինչ էր Հիսուսը ասում, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Մատթեոս 26:37-ից կարդամ. եւ Պետրոսին եւ Զեբեոսի 2 որդիներին իր հետ առավ, սկսեց տրտմել եւ վշտանալ։ Այն ժամանակ նրանց ասաց. հոգիս մեռնելու չափ տրտմած է,
այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վայր ընկավ, աղոթք էր անում եւ ասում. Իմ հայր, եթե կարելի է, թող այս բաժակը ինձանից անցնի, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Սիրելիս, ես այդտեղ տեսնում եմ Հիսուսի մարդ տեսակը, որ Հիսուսը մարդ է։ Չէ՞, Հիսուսը համ մարդ է, համ Աստված է, սա պետք է մենք հստակ իմանանք։ Հիսուսի մարդ տեսակի տեսանկյունն եմ ես այդտեղ տեսնում, որ ինքը ինչքան էլ իրան ծանր է, դժվար է, բայց ինքը ինչ է ասում, թող լինի միայն քո կամքը, հայր։ Զատիկը, ճիշտ զատիկը, ճշմարտությունը, գիտես, դա փրկությունն է քո փրկությունն է ուղիղ կապված զատիկի հետ, բայց դու պետք է համաձայնվես։ Դու պետք է ասես, հայր, ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Այսօր ես լսել եմ մարդիկ շատ ասում են, ինչի համար ինքը գնաց խաչվեց։ Գիտես, սա Աստծո կամքն էր։ Ես մարդ եմ լսել, ասում էր, թող չգնար իմ համար չխաչվեր։ Բայց սա Աստծո կամքն էր։ Աստված մարդուն չհարցրեց, անգամ Աստված իր որդուն չհասցրեց, ուզում ես թե չէ։ Ասեց, սա իմ կամքն է։ Եվ գիտես, երբ որ կա կամք, մեզ էլ Աստված կամք տվել, Հիսուսին էլ Աստված կամք տվել, Հիսուսն էլ ուներ կամք, որտեղ նա Աստված է։ Մենք էլ ունենք կամք, որտեղ նա է մեզ ստեղծել իր նման։ Բայց որ ասում ենք Աստծո կամքը լինի, ոչ թե իմ, դա չի նշանակում ես ռոբոտ եմ, բայց ես իմ կամքը համաձայնացնում եմ նրա հետ, որովհետև ես հասկանում եմ ճշմարտությունը։ Գիտես, երբ պետքա դու քո կամքը համաձայնացնես Աստծո հետ, երբ որ դու հասկանում ես ճշմարտությունը։ Զատիկի խեղաթյուրումը աշխարհում շատ մեծ է։ Նամանավանդ, ստեղ էլ գերմանացիների մեջ էլ քիչ չի։ Բայց հայերի մեջ երևի թե ավելի շատ է։ Գիտեք, ես փոքր ժամանակ սիրում էի Զատիկի տոնը։ Շատ էի սիրում, որ Զատիկի տոնը գա, հիշում եմ, որ Զատիկը գալիս էր, ասում են Զատիկը մոտիկան, շատ էի սիրում։ Գիտեք ինչի համար։ Իմ համար Զատիկը համով ուտելիքներ էր։ Ձուկ էի սիրում, ձու շատ էի սիրում, այն կանաչ եղենը, լավ սեղան էին գցում, էդ էր իմ համար Զատիկը։ Ստամոքս լցնելու համար համով ուտելիքներ էր։ Ու շատ հայեր մինչև հիմա դրա համար են ուրախանում։ Զատիկն է գալի, գնանք սիբեխ առնենք, բանջար առնենք, ձուն կոտրենք, վրեն համով սեղան դնենք, նստենք Զատիկ տոնենք։ Գիտես, էսի խեղաթյուրում է։ Խի սպասում եք Զատիկի օրը մենակ էդի ուտեք, խի չէին վաճառում այդ ուտելիքները, մի ուրիշ օր կերեք լավ։ Խոտը սիրում ես, խոտը քաղի գնա, երբ ուզում ես կեր։ Ձու ես սիրում, ձու կեր։ Ձուկ ես սիրում, ձուկ կեր։ Խեք սպասում հենց այդ օրը, տեսեք ինչ խեղաթյուրում է, սատանայական կախարդություն, որ նստած է մարդկության շատ-շատերի վրա։ Որպեսզի այդ օրը մարդը անգամ չգիտակցի, թե ինչ օր է, մի րոպե։ Սա ուտելու օր չի։ Սա համով ուտելիքի օր չի։ Այսօրը Աստված ապացուցել է իր սերը ինձ։ Աստված ցույց է տվել, թե ինքը ինչքան է սիրում եւ խաչն է բարձրացել։ Եվ մարդիկ չեն գիտակցում դա։ Ցավոք չեն գիտակցում դա։ Այսօր շատերը Զատիկը դարձել են ձու ներկելու տոն։ Ինչ կապ ունի ձու ներկելը Զատիկի հետ։ Ճշմարիտ ասում եմ բոլորիդ, ոչ մի կապ չունի։ Սա չունի ոչ մի քրիստոնեական հիմք, ոչ մի քրիստոնեական վարդապետություն։ Եթե մենք ասում ենք քրիստոնյա ենք, եւ ինքներս մեզ խաբում ենք, ասում ենք քրիստոնեական տոն է, դա սուտ է։ Եթե քրիստոնյա ենք, ապա ունենք մեկ հիմք, Աստվածաշունչն է։ Ուրիշ հիմք չունի քրիստոնեությունը։ Եթե մեր երկիրը Հայաստան աշխարհը քրիստոնյա է առաջին քրիստոնեությունը ընդունած, եթե ասում ենք քրիստոնյա ենք երկիր, ուրեմն դու մի հիմք ունես։ Եվ քո կատարած ձու ներկել, նապաստակներ գտնել, չգիտեմ, եւ այլ ձուկ խաշել, ասել Զատիկ ենք տոնում, ոչ մի քրիստոնեական Զատիկի հետ կապ չունի։ Սա ես անվանում եմ խեղաթյուրում, որը որ սատանան է արել այս աշխարհում։ Ես սկզբանե ասացի, որ շատերի դուրը չի գա։ Մենակ ձեր մասին չի խոսքը, մեզի YouTube-ում ահագին մարդ է նայում։ Իրանց շատերի դուրը չի էլ գալու։ Բայց ով հնազանդ սիրտ ունեցավ եւ հավատաց Աստծո խոսքին, կասի թող Տեր իմ կամքը չլինի։ Ոնց որ ինձ իմ պապան է սովորացրել, իմ մաման, իմ տատիկը, իմ երկիրը, իմ մշակույթը, իմ ավանդույթը, այլ Տեր թող քո կամքը լինի, որտեղ ես հասկացա, որ դու ես ճիշտ։ Ամեն մարդ կարա սխալ լինի, բայց Աստծո հոգուն ոչ մեկ չի կարա խաբի։ Որտեղ Աստծո հոգին է շարժվում,
այնտեղ ճշմարտությունն է։ Ընկերություն արեք Աստծո հոգու հետ։ Շարժվեք Աստծո հոգու հետ։ Ճշմարտության մեջ կքայլեք։ Ողջամիտ կլինեք ամեն ինչի մեջ եւ կունենաք նախ առաջինը փրկություն։ Ամեն։ Որպեսզի չնմանվենք այն ազգին, որի մասին որ գրված է Աստվածաշնչում, իմ ազգը գիտություն չունենալու պատճառով կործանվում է։ Գիտես, սիրելիս, ես այսօր շատերից լսել եմ, հա լավ, դե ինչ կա որ։ Ես պարզ ասեմ, սա իմ դիրքորոշումն է, ես ոչ մեկին չեմ կապում սա, բայց սա իմ դիրքորոշումն է։ Ես թույլ չեմ տալիս իմ տան մեջ, իմ ընտանիքում ձու ներկել եւ խաղեր խաղալ կրոնական։ Ես թույլ չեմ տալի։ Իմ երեխեքը գիտեն, որ զատիկը ինչ տոն է։ Իմ երեխեքին փոքր ժամանակվանից, այնա որ կանչեք երեխուն, ես էլ չասեմ, հարցնեք զատիկը ինչա կասի։ Ինչու թույլ չեմ տալի։ Շատ մարդիկ ասում են, հա լավ, դե ինչ կա երեխան, թող խաղան, էլի ձույը, էլի թող ջարդեն իրար հետ խաղան։ Ինչ կա դրա մեջ։ Գիտես, այսօր նոր տարին Հիսուսի ծնունդին ասում ենք, դե լավ, ձմեռ պապի է, թող խաղան, էլի ինչ կա դրա մեջ։ Գիտես, երեխուն տենց բաներով սովորացնելով, վաղը մյուս օր այդ երեխան մեծանում է եւ ասում է, «Էս չէր ձեր ասածը, որ ձմեռ պապի էլ չկա, հիմա դուք ասում եք զատիկ ինչա, բայց մեզ թույլ եք տալի, որ մենք խաղայինք զատիկի տոնին»։ Գիտեք, մենք արդեն մեր ձեռով մեր երեխեքի հավատքը փչացնում ենք։ Ի սկզբանե ես շատ կուզենա երանի կլիներ, երբ որ իմ ծնողներն ինձ սովորացներ, թե զատիկը ինչ է։ Ոչ թե ձու ներկել սովորացներ կամ ձու ուտելու օր է այդ օրը։ Խի պապա չի կարելի ձվով խաղալ ձուն։ Կարելի է, բայց սա զատիկի տոնի հետ կապ չունի։ Հաջորդ օր արա, կես տարի շուտ արա, կես տարի հետո արա, մի ամիս հետո արա։ Խա ուզում եք ներկեք խաղացեք, բայց խի զատիկի օրը։ Բայց սկզբունքայի մեջ զատիկի օրը մի արեք տենց բան։ Ես չեմ ուզում, որպեսզի աշխարհի սուտը խեղաթյուրումը մտնի իմ տուն։ Խնդրում եմ, որպեսզի դու էլ թույլ չտաս։ Ես շատ ծառայողներից լսել եմ, դե լա դրա մեջ ինչ կա։ Նորմալ է էլի։ Մենք խոմ գիտենք, որ դրա մեջ ոչ մի վատ բան էլ չկա։ Գիտես, սիրելիս, այտենց ասողների երեխեքը աշխարհում են այսօր։ Ում որ լսել եմ, ով որ իմ հետ ուզեցել է ապացուցի, որ նորմալ է, իրանց երեխեքը աշխարհում են։ Այսօր առավոտից իրգուն աղոթք են անում, որպեսզի աշխարհից հետ կանչեն երեխեքին։ Գան եկեղեցի։ Գիտես, երեխեքին ի սկզբանից պետք է Աստծո խոսքով դաստիարակել։ Ամեն։ Դա խաղերի օր չի, դա կապ չունի ոչ մի մեռելի հետ։ Մենք կարդացինք 3 անգամ Հիսուսը ասում է, սա իմ զատիկն է, իմ մարմինն է, իմ արյունն է։ Եկեք չկապենք մահացած բարեկամների հետ զատիկը։ Դա ուղղակի ավանդույթներ է։ Չգիտես որտեղից եկած։ Ես իմ երբվանից որթվից մտել է քրիստոնեության մեջ ու սեն շարունակվել է, բայց չունի ոչ մի ճշմարտություն։ Ես սա սնահավատություն ու կախարդություն եմ անվանում, որտեղ ոչ մի հիմք չունի, ոչ մեկ չի կարա բացատրի։ Եթե ինչ-որ մի բան էլ կբացատրեն, սուտ կբացատրեն։ Եթե մենք ասում ենք քրիստոնյա ենք, մենք մնում ենք քրիստոնեական վարդապետության մեջ։ Այն ինչ որ Աստծո խոսքն է ասում։ Սրանից ավել ինչ որ գալիս է, գիտես, Աստծո խոսքը անեծք է դնում։ Եթե Աստծո խոսքից ավել ինչ որ վարդապետություն է լինում, շեղվածություն, ուղղություն, ինչ որ բաներ են դնում եւ մարդիկ հավատում վերցնում են, Աստծո խոսքը ասում է անեծք է դնում դրա վրա։ Եվ դրա համար այսօր շատ-շատերը չեն հասկանում զատիկը ինչ է։ Սա ինչ է, սա անեծքի մի տեսակ է, որ մարդը լինելով քրիստոնյա չի հասկանում զատիկը ինչ է, բայց զատիկը քո փրկությունն է, դու զու ես խաղում։ Սատանան չի կարա չեղարկել խաչը, բայց ինչ է նա անում։ Շեղում է մարդկության ուշադրությունը։ Ինքը չի կարող ասի տենց բան չի եղել, դա փաստ է եւ ապացուցված է, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է եւ երրորդ օրը հարություն առել, որտեւ իրան տեսել են 500-ից ավել մարդ եւ այդ մարդիկ գրում են Աստվածաշունչը նոր կտակարանում։ Շատ-շատերը իրանցից գրում են նոր կտակարանը։ Դա փաստ է, ապացուցված փաստ է։ Դրա համար սատանան ինչ անում։ Վերցնում շեղում է։ Ուշադրությունը մարդու շեղում է։ Զատիկա գնանք լավ առևտուր անենք, սեղան դնենք, հաց ուտենք։ Գնաց։ Այստեղ Գերմանիայում ոնց է, նապաստակներ, արդեն մի ամիս, 2 ամիս շուտ սկսում են ծախել խանութներում։ Նապաստակներ, ձուիկներ, այդ տարբեր բաներ, էս է զատիկը։ Գերմանացին ինչ գիտի զատիկը ինչ է։ Ես չեմ ասում, ոչ ճշմարիտ հավատացյալները լավ էլ գիտեն, բայց մեծ մասը ազգի չգիտի, որտեղ խեղաթյուրված է սատանայի կախարդությունով
հիմարությունով, ասենց կասեմ, որը որ չունի ոչ մի ճշմարտություն։ Համաձայն եք իմ հետ, թե չէ։ Փառք Հիսուսին, թող Աստծո հոգու մեջ լինենք։ Արդյունքը ի՞նչ է բերում սրա։ Մարդիկ չեն հասկանում փրկությունը, սա ամենակարևոր բանն է։ Մարդը չի հասկանում փրկությունը։ Եթե սա սատանան չշեղեր, գոնե զատիկը մարդը հասկանար ինչ է, ես հավատում եմ, որ ամբողջ աշխարհը փրկված կլիներ։ Որտեւ երբ որ կգար զատիկը ամեն մարդ, ամեն քրիստոնյա երկիր, լավ։ Մեր Հայաստանը կամ Գերմանիան էլ է քրիստոնյա երկիր։ Կմտածեր կասեր՝ մի րոպե, Հիսուսի օրն է, այսօր իր ազատ, այսօր ինքը խաչվեց, այսօր այդ օրն է, որ մենք պետքա տոնենք, որտեվ իր խաչելության օրն է։ Այսօր ինքը խի խաչվեց ու մարդը կունենա պարզ միտ, ողջամտություն, իմ մեղքերի համար էր էսի։ Մարդը զգուն կլինի, զգաստ կլինի։ Ապաշխարած սիրտ կունենա Աստծո դեմը քալելու, բայց տենց չի, որտեվ գրած է քչերն են գնում նեղ ճանապարհով։ Շատերի համար լավ է էլի։ Տատիս տենց արի, ես էլ եմ տենց ամ, գնացինք։ Եկեք գնացինք բոլորս։ Գիտեք, շատ դժվար այս կրոնական, հեթանոսական կամ ավանդույթները մարդու մտքի մեջից փոխելը շատ դժվար է։ Բայց երբ որ մենք խոնարհանում ենք Աստծո խոսքին, Աստծո խոսքն է փոխում։ Սա հոգեբանություն չի, ես ձեզ չեմ համոզում։ Ես ձեզ խնդրում եմ ուղղակի ունեցեք խոնարհ սիրտ, որտեղ խոնարհ սրտի մեջ Աստծո խոսքը կգա։ Խոնարհ սրտի մեջ սատանայի սուտը չի գա, հանգիստ եղեք։ Սատանայի սուտը ստեղ է գալ, ինքս դե դոստուպ չունի։ Ինքը իր դոստուպը կլինի ստեղ քո սրտի մեջ, երբ որ դու կհամաձայնվես ստեղ։ Բայց խոնարհ սրտի մեջ միշտ գալիս է Աստված, դա լավ հիշի։ Եթե ուզում ես ճշմարտությունը իմանալ, սիրտը փափուկ բայ ու խոնարհ բայ Աստծո խոսքի նկատմամբ։ Մի կոպտացրու, մի ասա ես գիտեմ, ես լսել եմ, ինձ սենց են սովորացրել։ Թող մեզ Տերը սովորացնի, ոչ թե ինչ որ մարդը սովորացնի, այլ թող մեզ Տերը սովորացնի։ Արդյունքը էլ ինչ է, մարդը չունի փրկություն, չեն ապրում ազատագրության մեջ, մարդը ազատ չի ապրում, ազատագրության մեջ չի ապրում, ապրում է ինչ որ կապանքների մեջ, ապրում են կրոնական ավանդույթներով, ոչ թե ճշմարտությամբ։ Սա է արդյունքը խեղաթորության։ Խաչի ամբողջական գործը։ Եկեք տեսնենք, թե Հիսուսը ինչ է արել խաչի վրա եւ այս ընդունենք։ Սա է մեր ճշմարիտ զատիկը եւ սա մեզ պետք է։ Մեր փրկությունը, մեր ազատագրությունը, մեր կյանքը, որը որ կատարվեց խաչի վրա։ Հովհաննես 19:30 եւ երբ որ Հիսուսը քացախ առավ, ասեց. կատարվեցավ եւ գլուխը խոնարեցրեց, հոգին ավանդեց։ Սա վերջին վարքյանն էր խաչի վրա, որ Հիսուսը ասեց։ Վերջին խոսքն էր, որ Հիսուսը ասեց, կատարվեցավ։ Գիտես, այս կատարվեցավ բառի մեջ մտնում է քո փրկությունը։ Ինքը Մեսիան է, ինքը Քրիստոսն է։ Քրիստոսը եկավ այս աշխարհ ծնվեց, որպեսզի կատարի այն ինչ որ պիտի կատարեր ինքը։ Ու ինքը կատարեց քո փրկությունը։ Նա կատարեց Աստծո կատարյալ սերը ցույց տալով քո համար։ Միթե սա հիանալի չի։ Կարանք այս ճշմարտությունը փոխենք ավանդույթների հետ։ Որոշումը մերն է։ Ամեն մարդ կարա ինքը որոշի, իր դիրքորոշումը անի։ Ես կարամ հավատամ սրան կամ կարամ չհավատամ։ Ես մնամ իմ ավանդույթների, ոնց որ ինձ են սովորացրել դրանց մեջ։ Կներես, բայց քո տատի, պապին, մաման, պապան են ճիշտ թե Աստվածաշունչը։ Ամեն։ Աստվածաշունչն է ճիշտ, որտեվ Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Եսայա 53:5-6-ը կարդամ։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք ամենքս աշխարհի պես մոլորվեցանք, յուրաքանչյուրս իր ճանապարհին դարավ եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Սիրելի, սա է զատիկը, որը որ Եսայա մարգարեն խոսում է զատիկի մասին, մինչ Հիսուսի ծնվել է 700-800 տարի առաջ նա արդեն խոսում է զատիկի մասին, որ Տերը մեր բոլորի մեղքերը նրա վրա դրավ, ում մեղքերը նրա վրա դրավ, մենք ամենքս, տեսեք ստեղ ինչ է գրա, մենք ամենքս աշխարհի պես մոլորվեցինք, տոյս աշխարհում մենք մոլորված էինք, բայց երբ որ յուրաքանչյուրը իր ճանապարհին դարավ, այսինքն ապաշխարեց մարդը եւ դարավ դեպի Քրիստոսը։ Սա ապաշխարության մասին է խոսում։ Երբ որ մարդը ապաշխարում է եւ գալիս է դեպի Քրիստոսը, ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում սա, եւ Տերը
նրա վրա դրավ մեր ամենի մեղքերը։ Հիմա հարց, եթե մարդը չապաշխարի իր մոլորվածությունից եւ չգա դեպի Քրիստոսը, այդ մարդու մեղքերն էլա Հիսուսի վրա։ Ոչ, ամբողջ աշխարհի համար է խաչվել, այո, բայց այն մարդկանց մեղքերն է Հիսուսը վերցնում իր վրա, ովքեր իրանց մոլորվածությունից ետ են դառնում եւ գալիս են դեպի Քրիստոսը եւ Տերը քո մեղքը վերցնում դնում է Հիսուսի վրա։ Այսօր կարող է լսեք սուտ ուսմունքներ, որ Հիսուսը արդեն խաչվել է բոլորի համար, բոլոր աշխարհի համար, ամբողջ մարդկության համար, հանգիստ եղեք, հանգիստ ապրեք։ Սիրելիս, ես քեզ ասեմ ճշմարտություն, եթե դու չդառնաս ճիշտ ճանապարհի վրա, չապաշխարես եւ չգնաս դեպի Քրիստոսը, քո մեղքը կմնա քո վրա։ Եվ ոչ երանի են մարդուն, ով կմահանա իր մեղքերի մեջ։ Բայց երանի են մարդուն, որ վերջում բոլորսը գնալու են, որ կմահանա Հիսուս Քրիստոսի մեջ։ Տեսեք ինչ համ, նա վերցրեց մեր մեղքերը, մեր ցավերը, մեր անեծքը, մեր հիվանդությունները, հավատում ես սրան, սա զատիկի մեջ է մտնում։ Սա զատիկի մեջ է մտնում։ Սա է կարևոր, որ մարդը հասկանա, թե ինչ է զատիկը, որ իմ մեղքը դրվեց նրա վրա։ Ես էլ զատվեցի, Պողոս առաքյալը ինչ է ասում։ Ասում է, ոնց որ Քրիստոսը բաժանվեց աշխարհից, տենց էլ ես մահացած եմ այս աշխարհի համար եւ ապրում եմ Քրիստոսի համար հիմա։ Էսա զատիկը, էսի իմաստն է զատիկի, որպեսզի դու էլ լինես Քրիստոսի պես եւ լինես ազատ։ Կարաս լինես զատված այս աշխարհից։ Գիտես հիանալի է, երբ որ դու մաքրվում ես այս աշխարհից։ Գիտես աշխարհը ունի իր հոգին, որ մարդու մեջ ապրում է։ Այդ որտեղից եկավ այդ հեթանոսական ավանդույթները, կուլտուրան, կրոնը, որ սենց պիտի անեք, սենց պետքա ներկեք ձուն, անպայման պետքա կարմիր լինի։ Անպայման պետքա սենց լինի ձուկը։ Հա, խոսում են, որտեղ է գրված։ Օթում։ Գրված է օթում։ Եվ օթում գրված բաները ոչ մի հիմք չունեն։ Օթում գրված բաների խոսակցությունը օթ են, օթ։ Այո, օթում գրված բոլոր ավանդույթները, բոլոր կուլտուրական ինչ-որ սովորությունները օթ են, ոչ մի հիմք չունեցող բաներ են։ Դրա համար եկեք սիրելիներս հավատանք ճշմարտությանը, որը որ հիմք ունի, որը որ իմաստ ունի եւ կյանք ունի։ Հիսուսը ասում է, փորձիր իմ հետ ապրես կտեսներ, ասում է, իմ վրա հուսացողը երբեք չի ամաչի։ Գիտես, ես հավատում եմ, որ երբեք տենց օր չի գա, որ ես կփոշմանեմ ինչ եմ խոսացել։ Երբեք, որտեղ ես ճշմարտությունը գիտեմ, եւ ճշմարտությունը Աստծո խոսքն է, եւ Աստծո հոգին է, որ տալիս է համարձակ խոսալու։ Ամեն։ Սիրելիներս, եկեք համարձակ կլինենք, չվախենանք, էլի։ Հալավ դե ոչի, գիտեք սատանան խորամանկ է ինքը։ Գիտեք ինչքանով խորամանկ է։ Էսի սատանայի տակտիկան է, միշտ հիշեք։ Ասում է, հալավ, դու հասկանում ես ինչ է զատիկը։ Լավ է, շատ լավ է։ Փառք Աստծո, դու հասկանում ես զատիկը ինչ է։ Բայց մի քիչ էլ ես իմ տված էլի, ինչ կլինի, մի քիչ, գոնե երեխեքը թող ուտեն, ես ձուն, ես ներկեք թող երեխեքը ուտեն։ Մի քիչ, մի փոքր։ Գիտեք, սատանան խաբում է, այդ մի փոքրը չվերցնես, ինչ որ սատանան քեզ առաջարկում։ Դա այս ամեն ինչը աշխարհի հոգու մեջ է։ Աշխարհի հոգին կարա քեզ առաջնորդի եւ ասի՝ մի փոքր արա էլի։ Մի փոքր տոնի էլի իմ պատկերացրած զատիկը, իմ ավանդույթներով, մեր հայկական ավանդույթներով տոնի։ Հո բոլորից չես բաժանվել։ Այո, ես բոլորից էլ բաժանվել եմ։ Ես այս աշխարհի հոգուց բաժանվել եմ, ես Քրիստոսով եմ ապրում։ Ես չեմ ուզում ոչ մեկին գոհացնեմ։ Սիրելիս, կյանքում չլինես այն մարդը, որ կգոհացնես մարդկանց։ Եղի այն մարդը, որ Աստծո սիրտը կգոհացնես։ Կյանքում չլինես այն մարդը, որ մարդկանց կարծիքներով կապրես, թե ինչ կկարծեն իմ մասին մարդիկ, ոնց կկարծեն։ Դե արի բերանները չբացեն, էլի մեր մասին բաներ չխոսան, մի ապրի տենց, կլինես սավուղի նման։ Աստված սավուղին չսիրեց, որտեղ նա շնչավոր հավատացյալ էր, նա շնչավոր քրիստոնյա էր։ Աստված սիրեց Դավիթին, որտեղ Դավիթը հոգևոր մարդ էր։ Եկեք լինենք Աստծո սիրտը գոհացնող մարդիկ։ Եկեք ապրենք նենց, որ Աստված գոհանա մեզանից։ Աստծո կարծիքով, Տեր, իմ ապրած կյանքը, իմ որոշումները քո սիրտը գոհացնում է, թե ես ապրում եմ մարդկանց կարծիքներով, թե ոնց կկարծեն մարդիկ։ Մի ապրեք տենց։ Դրա մեջ կա տանջանք, դրա մեջ սատանան ձեզ այսպես տանջամահ կանի վերջում։ Ու սենց կշպրտի դուրս, վերջում կգա հիասթափություն։ Բայց Աստծո խոսքով ապրող մարդը երբեք չի ամաչի։ Երբեք չի ամաչի։ Ապրեք Աստծո սրտի համեմատ։
Եվ թող Հիսուսին փառք լինի։ Աստված ինչ արեց, ազատեց մեզ անեծքից, որտեվ աշխարհի մեջ գտնվելով, աշխարհի հոգով առաջնորդվելով, մենք անեծքի տակ ենք։ Սատանան պոզով պոչով չի գալիս, սիրելիս։ Սատանան էլ է սիրուն գալիս, ավանդույթներով, հայկական, տաշի-տուշի դհոլ զուռնայով, ձուն երկելով, սիրուն ձևով է գալիս։ Մենք ենք, մեր սարերն են։ Մենք մեր ձևերով, մեր ավանդույթներով, մեր պապերի պաշտած, չգիտեմ, մեր պապերի ուսուցոնված, եսի մինչերով Աստվածաշունչը չփոխեց երբեք ոչ մի ավանդության հետ։ Երբեք չփոխեց ճշմարտությունը, որտեղ Աստծո խոսքն է ճշմարտությունը։ Դրա մեջ կա վտանգ, դրա մեջ կա անեծք, սիրելիս։ Որտեղ աշխարհի հոգին, օքեյ, հավատացյալ ես։ Աստված ասում է քեզ, լավ պահի, սենց պահի, չծխես, չխմես, չգողանաս, չգնաս որտեղ պետք չի, չշնանաս, ամեն ինչ լավ է, բայց ասեմ, որ տենց չի, սրանով հարցը չի լուծվում։ Այսօր շատ մարդիկ գիտեն, որ ծխախոտը թարգել են, ուրեմն վերջ, ամեն ինչ լավ է։ Սիրելիս, մենք պետք է Հիսուսի հետ կյանք ունենանք։ Մենակ ծխախոտը թարգելով չի, գողանալով չի։ Մենակ sense բաներից ազատագրվելով չի։ Գիտես, դու միգուցե դա չես անում, բայց դա քո մեջ ապրում է։ Մենք ազատ չենք։ Էդի չանող մարդը կրոնական մարդն է, որովհետև Աստվածաշունչը իրան սովորացնում է, որդյակս հանգարց գողություն չանես, դա պատվիրանն է Աստծո։ Ու դու ասում ես, այո, Տեր հայր, չեմ անի։ Ու գնում ես աշխատում ես, որ չանես։ Գիտես, դու դրա մեջ տանջվում ես, եղեք անկեղծ լինենք։ Որտեվ դա քո մեջ ապրում է, ճիշտ է, դու կարող դա չես անում, բայց դա քո մեջ ապրում է, դու ազատ չես դրանից։ Իսկ իսկան հիանալի է, երբ որ ոչ թե քեզ ուսուցանում են, ասում են մի արա, այլ դու ազատ ես, որտեվ Հիսուսն է քեզ ազատում։ Եվ որպեսզի Հիսուսը քո մեջ լինի, քո սրտի մեջ լինի, դու զգաս Աստծո սերը, դու զգաս Աստծո ներկայությունը, Աստծո գործը քո կյանքի մեջ, որ նա քեզ ազատում է, մաքրում է, քեզ նոր միտք է տալի, որ դու ողջամիտ լինես, որ դու ճիշտ նայես ամեն ինչին, ճիշտ դատես ամեն ինչը։ Դա հիանալի է, դա է ամենամեծ հրաշքը, որ մարդու մեջ կատարվում է։ Եվ դու դա չես կարողանա համեմատել անգամ կրոնական ուսմունքների հետ, որտեղ կա խառը բաներ։ Փառքը Հիսուսին թող լինի։ Գիտես սիրելիս, եկեք ազատ լինենք ամեն տեսակի կախարդությունից եւ անեծքից։ Եթե մենք Աստծո խոսքը կատարում ենք, ասելա մի ծխեք, չենք ծխում, օքեյ։ Բայց մի ուրիշ բան ենք անում։ Կապ չունի, մարդը մնում է անեծքի մեջ։ Աստված էլ չի նայում, որ դու սիգարետը թարգեցիր, բայց դու նախանձես։ Դու չունես այն հավատքը, որը որ Աստված է ուզում, որ դու ունենաս։ Դրան ինչ են անվանում? Անհավատություն։ Օրինակներ եմ ասում, եւ դա նույն մեղքն է։ Այսինքն մարդը մնում է անեծքի մեջ, օրենքի անեծքի մեջ, որտեղ կա Աստծո կողմից դրված օրենք։ Կատարեցիր։ Ոչ մեկ չի կարա կատարի օրենքը։ Ուզում ես զուն կարմիր ներքի, ուզում ես կապույտ ներքի, ոնց ուզում ես սեղանը գցի, ոնց ուզում ես զատիկը տոնի, շաբաթ օրը չէ, շաբաթ չէ, կիրակի չէ, այս օրը, գիտես, ոչ մի բան չի փրկելու մարդուն։ Միայն ճշմարտությունը, երբ որ կգա ճշմարտությունը քո սիր, նա քեզ ազատ կանի եւ դու ազատ կլինես։ Մի երկու տեղել եմ կարդում, հետո աղոթք ենք անելու։ Նա կործանեց մահվան իշխանությունը։ Մահը ոչ մի իշխանություն չունի այն մարդու վրա, ով որ զատիկի ճշմարտությունը վերցրել է իր սրտի մեջ։ Խաչի վրա լուծվեց ամեն բան՝ մեղք, անեծք, մերժվածություն, վախ, հիվանդություն։ Հիանալի է, չէ՞ որ sense բաներից ազատ լինենք, ազատ ենք, փառք Հիսուսին ու հավատում եմ, որ շատ-շատերս ազատ ենք ստեղ։ Ոնց որ Պողոսն էր ասում, հավատում եմ, որ դուք լավ հավատքի մեջ եք, ճշմարիտ հավատքի մեջ եք, որը որ կյանք է տալիս։ Որտեվ այս եկեղեցին անկեղծ ճշմարտությունով է շարժվելու, անկեղծ ճշմարտությունով, ոնց խոսա Աստծո հոգին, որտեվ Աստծո հոգին է առաջնորդելու մեզ։ Հավատալ, այսինքն առաջինը մեզ ինչա պետք ունենանք հավատք։ Հավատքը փրկության հավատքի մասին է խոսքը խոսում, Հռոմեացիներին 10-ը, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան, մեռելներից կապրես։ Այնքան մարդկանց հետ եմ հանդիպել, շատ եմ լսել այս արտահայտությունը։ Մարդիկ sense ճիշտ սիրուն խոսում են, մենք քրիստոնյա ենք, մենք էս ենք, այն ենք, sense
ես Աստծուն ճանաչում եմ, սենց ինչ-որ բաներ, Աստված իմ աղոթներին պատասխանել է։ Միտեղ գալիս ենք, բայց տենում եմ մարդու խոր են խնդիրները, որ ինքը տեղ սենց պահկված է սենց խնդիրների մեջ։ Իմ տեսնում եմ մարդու էությունը, որ սենց ինքը իր մութ անկյունում այս սենց խեղճացած է իրականում, բայց ինքը դա ցույց չի տալիս։ Հետո ես իրանց սենց հարց եմ տալիս։ Ասում եմ, սիրելիս, իսկ դու հավատում ես, անկեղծ ասա, հավատում ես, որ Հիսուսը հարություն է առել։ Ու ինքը նայում է աչքերից, ասում է ոչ։ Հիմա մենք ինքներս մեր հետ պետք է անկեղծ լինենք, շատ անկեղծ։ Հավատում ենք, անկեղծ։ Եթե չենք հավատում, էսի խնդիր է, բայց այս խնդիրը պետք է անկեղծ լինենք, որպեսզի լուծվի այս խնդիրը։ Որովհետև եթե Հիսուսը հարություն չի առել, մենք դրան չենք հավատում, ոչ մի հարց չի լուծվելու։ Դու չես հասկանա զատիկի իմաստը։ Հավատում ես, որ Հիսուսը հարություն է առել։ Ինքը կենդանի Աստված է։ Ինքը լուծեց ամեն հարց, ինքը կենդանի է ինչի համար։ Եվ երբ որ ես հավատում եմ, որ Հիսուսը հարություն առել, նրա հարությունով ես ապրում եմ, նրա հարությունով ես կյանք ունեմ։ Եթե դու դա հավատում ես, քեզ ոչ մեկ չի կարա խափի, քեզ ոչ մեկ չի կարա շեղի, քեզ ոչ մեկ չի կարա ասի ձուն կարմիր ներկի կամ կապույտ ներկի։ Դու ասում ես ամեն ինչ համարեցի որպես աղբ, բայց ճանաչեցի խաչալ Հիսուսին։ Ապաշխարություն, բայց Աստված ինչ որ առաջուց բոլոր մարգարեների բերանով պատմեց, Քրիստոսի չարչարվելու համար այնպես էլ կատարվեց։ Ուրեմն զղջացեք եւ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվի։ Գիտեք, սխալ հավատքը, սխալ կրոնական ավանդույթներով ինչ որ ծեսեր կատարելը, դա Աստծու համար գարշելի է։ Մարդիկ հավաքվեցին, սկսեցին ցուլիկ սարքել, ոսկե ցուլիկ, չփոխեցին Աստծուն, ասին մենք էլի ենք մեր Աստծուն հավատում, բայց սկսեցին այդ ոսկի ցլիկի դեմը ուրախանալ, ապարել, երգել, Աստված շատ ուժեղ բարկացավ դրա վրա։ Դա Աստծուն արժանի պատիվ չի։ Մենք ոչ մեկս չենք կարող Աստծուն խաբենք, նրա սիրտը գոհացնենք, զատիկ ենք տոնում, ձվով, խոտերով ու ես իմ չգիտեմ ինչերով։ Հիսուսի ծնունդն ենք տոնում։ Գիտես, ոչ մեկս չենք կարող Աստծուն դրա մեջ խաբենք։ Աստծուն չենք կարող դրանով գոհացնենք։ Միտեղ եմ ուզում կարդամ, շատ կարևոր է։ Առաջին Կորինթացիների խոսքը կարդամ, հետո դրանից հետո աղոթք ենք ալու։ Սա կոնկրետ վերաբերվում է զատիկին։ Առաջին Կորինթացիների 5, 7-ից կարդամ, 7-րդ եւ 8-րդ համարները։ Տեսեք ինչա գրված, շատ ուշադիր։ Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք։ Մենք պետք է Հիսուսի մեջ նոր զանգված լինենք, նոր։ Դա ինչ է, նոր խմոր, առանց թթխմորիչի։ Թթխմորիչը մեր մեջ դրվել է մեր նախնիների կողմից, մեր ծնողների, տատի-պապիների կողմից, ավանդույթների, երկրի, մշակույթի կողմից թթխմոր է դրվել մեր մեջ։ Բայց երբ որ Հիսուսին հանդիպում ենք, ինչ է ասում Տերը, ասում է, դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք։ Տերը ամեն ինչ նոր է ստեղծում։ Տերը քեզ հինը չի թողել, որպեսզի դու հին մնաս։ Եվ այս ամեն ինչը սրա մեջ է, եթե դու դեն գցես, այս ավանդույթներն էլ, այս հիմարություններն էլ, այս խեղաթյուրումները, ամեն ինչ այդ հնի մեջ է, այսպես գնալու է։ Եվ Տերը ամեն ինչ նորն է ստեղծում։ Տեսեք, ինչպես որ անխմոր եք, այսինքն անխմոր եք չունեք էլ աշխարհից դրված խմորիչ ձեր մեջ, մաքուր զանգված եք, որովհետև մեր զատիկը գրված է մորթվեցավ Հիսուս Քրիստոսը։ Ասա իմ զատիկը մորթվեցավ Հիսուս Քրիստոսը։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարությամբ եւ անզգամությամբ խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով։ Ամեն։ Տեսնում եք, սա ես չեմ հորինել, սա Աստված է խոսում։ Ուրեմն տոն կատարենք, գիտեք, սա շատ կարևոր իրադարձություն է, որը որ կատարվեց մարդկության պատմության կյանքում, զատիկը Հիսուսի։ Եվ սա տոն է, այո, սա տոն է։ Մենք մյուս շաբաթ օր ամսի 4-ին տոնելու ենք ուրախությունով։ Տոնելու ենք եւ ավելի ուժեղ է լինելու падգամը եւ խոսքը եւ այս ճշմարտությունը մեզ ազատ անելու եւ կյանք տալու մեզի։ Մենք պետք է սա տոնենք կատարյալ ճշմարտությունը եւ ոչ թե հին խմորիչով։ Սիրելիս, դենքցի հին խմորիչը։ Եկեք բարձրանանք աղոթքի։